Նաև կուզենայի պարոն Կարոյան հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակում է տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է այնց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգը առաջանում, այսինքն մասնագետներից որ տեղում արդեն հայտնվում են, մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել է քարերը եւ լանջերից եկած բերված հողը։ Իսկ ինչ լուծում ենք պատկերացնում առհասարակ, որովհետեւ մենք արդեն մեր նորման են, որ 1 ամսվա տեղումները կարող են 1 օրում կամ 2 օրում գալ եւ այսպիսի դեպքեր ունենալու ենք, կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծում անպայման կգտնենք, արդեն Վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Այլ հատվածներում ունեցել ենք խնդիր։ Եղել է Սեբաստիայի հատվածում ա եղել, Սեբաստիայի հատվածում Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում, այս պայծությամբ Երևան քաղաքը մենք թվով 50 հեղատար հասցների անհրաժեշտություն արդեն գույքագրել են եւ ունենք նախագծեր, որոնցից 2-ը արդեն ֆինանսավորվել են եւ այդ Սեբաստիայի հատվածի հեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարող ենք աշխատանքներ իրականացնենք։